Ապրիլի 24-ին ես սուր քննադատեցի եւ պայում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը։ Իմ խորին համոզմամբ դրոշերը այրվում են, շպրտում են երկրի այն ժամանակ, երբ որ այդ երկիրը դու գրավում ես եւ ակտ կապիտուլյացիա, որոշ մարդկանց դուրը դա չեկավ։ Այսօր ես մեծ շուկով Էդուարդ Շարմազանովի ելույթը ողջունեցի, ոնց որ մյուս կողմի դուրը չեկավ։ Այո, իմ նման շատերը կան, որոնց դուրը գալիս է այն, ինչ որ Հայաստանի պետությանը, պետականությանը, հայ ժողովրդին օգտակար է։ Եթե դրոշ վառելը ոչ մի օգուտ չի տալի ու բացի վնասից, ինչի դա պիտի արվի։ Ես այո ողջունել եմ Էդուարդ Շարմազանովի ելույթը, որովհետև տղավարի ինքը ասեց այն, ինչ որ ամբողջ ազգը դրա մասին մտածում է։ Շատ ցավալի է, որ հակառակ կողմը դա չնկատեց։ Նույնն էլ եւ ցավալի է, երբ որ այրում են դրոշերը, մարդիկ ոգևորվում են։ Պիտի ոգևորվես, երբ որ թշնամուտ մայրաքաղաքն ես գրավում եւ դեց ես շպրտում, ոչ թե մենակ դրոշը այս զինանշանն էլ հետը։ Մենք պիտի հզոր լինենք։ Ես կոչ եմ անում, այս միջադեպը պետք է օգտագործենք հայ ժողովուրդ, քույրեր, եղբայրներ, մենք հայեր ենք ու երբ որ պատերազմը սկսվի, չի նայելու Շարմազանովի տան վրա է գնալու այդ հրթիռը, Ալեն Սիմոնյանի տան վրա է գնալու այդ հրթիռը, Նիկոլի տան վրա, թե Քոչարյանի տան վրա է գնալու։ Եկեք մենք հայերով միանանք, ունենանք ընդհանուր պետական գաղափարներ, որը ընդհանուր համահայկական է, իսկ կուսակցական այդ մանր մունր հարցերը թողենք ասենք ներքաղաքական մեր աժուվեժի խնդիր սարքենք, իսկ նա ինչ-որ վտանգ է ներկայացնում հայոց պետականությանը, հայ ժողովրդին եւ մեր լինելու կամ չլինելու հարցն է, դրա շուրջ պիտի շատ մենք ուշադիր լինենք եւ համահունչ քայլեր անենք։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ձեր հետ Հայոց ազգային բանակի հետանոց Տիգրանն էր, Հաբի Կոմսը։